Մի քանի բանով ուզում եմ անդրադառնամ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, այս քաղաքական տերորին, որը որ շարունակվում է ու կշարունակվի։ Ինչպես տեսանք, Տաշիրի ժամկետը ևս 2 ամսով ավելացավ, Վարդանի գինը ևս այդ հումայահունով, ուզում եմ ասեմ իշալնելու իրանց հետ, ոնց եմ ես դա զգում։ Սանել Կարապետյանը դատվելու է, որպեսզի չկարողանա մասնակցել ընտրություններին։ Վարդանի Ղուկասյանը ևս դատվելու է, որպեսզի ազատվի Գյումրու քաղաքապետի պաշտոնը, որը որ Նիկոլը կգնա նոր ընտրություններին, հույս ունենալով, ինչպես Էջմիածինում, այնպես էլ Լեննականում վերարտադրել ԿՊ-ին, բայց ուզում եմ ասեմ, որ Մուրազը կմնա փորը, այդ ժամանակ արդեն կմասնակցեմ նաև ես, այսինքն տոկ կուսակցությունը։ Ինչ եմ զգում, мен եմ զգում, որ քաղաքական տերորը, պետական տերորը շարունակվելու է Նիկոլի կողմից եւ շատ շուտով սկսել են արդեն գնալ լրագրողների, խմբագիրների հետևից, այլ քաղաքական գործիչների, հին ու նոր քաղաքական գործիչների հետևից եւ այս երևույթը չի դադարելու այնքան ժամանակ, քանի դաշտում չկա համախմբվածություն։ Իսկ դաշտում համախմբվածություն դա միայն կարող է լինել այն պարագայում, երբ որ գան եւ համախմբվեն Վարդան Ղուկասյանի դրոշի շուրջ։ Իմ դռները բաց են մինչև դեկտեմբերի 1-ը։ Ներ արյալ, այդ իմ կարմիր դրոշի շուրջ։ Երբ կանենիանք, ոնց կանենիանք դա բանտում գտնվողների որոշելիքն է, որովհետեւ իրանց քրեական հետապնդումը իմը վարչական, ես ցանկացած բանի համաձայնության դեպքում կարող եմ դուրս գալ, իսկ իրանք բնականաբար ոչ։ Դրա համար ես իրանց ժամանակ եմ տվել, 3-4 անգամ չեմ կրկնվում, ուղղակի ասում եմ, որ իրանք իմանան, իրենք դատվելու են։ Ինչ վերաբերում է այս գործողություններին, որը որ չի դադարում, չի դադարելու սերի ժողովուրդ, Եվրոպան այս մարդկանց ցուցադրել կանաչ քարտ, ասեք ինչ ուզում եք արեք։ Դրա համար էլ հիմա հայտարարում են, որ Թուրքիա պիտի գան Հայաստանում ապրեն, մենք պետք է լավ դիմավորենք, չգիտեմ, տուն տանք, տեղ տանք, այս տանք, այն տանք եւ այլն։